Ողջույն, շուտով իմ ծնունդն է ու ես որոշել եմ վլոգ նկարեմ, թե ոնց եմ պատրաստում ծնունդիս։ Առհասարակ իմ համար իմ ծնունդը միշտ շատ կարևոր է եղել, ես շատ եմ սիրում իմ ծննդյան օրը։ Նախ որովհետև այդ օրը այն օրերից է, երբ որ ես ստանում եմ շատ տվերներ, ու ես ոնց իրան հարգող ցանկացած աղջիկ շատ է սիրում նվերներ ստանալ, ու բացի այդ ծնունդը եւս մեկ առիթ է, երբ քեզ հարազատ եւ սիրելի մարդիկ եւս մեկ անգամ ցույց են տալիս իրենց սերն ու ջերմությունը քո հանդեպ։ Ես միշտ ուզել եմ, որ իմ ծնունդները անցնեն շատ անմոռանալի ու հիշարժան, բայց երբեք այդպես չի եղել, գիտեք ինչի, որովհետև ես միշտ ուղղակի ուզել եմ, ես երբեք ոչ մի բան չեմ արել։ Նախ ես միշտ ինչ-որ ակնկալիքներ եմ ունեցել, մտածել եմ, որ ես կարթնանամ, այդ օրը իմ ծնունդը կլինի, այդ օրը շատ լավ կանցնի, ու ես շուտով կդառնամ 19 տարեկանում, ու հենց 19 տարեկանում հասկացա մի պարզ բան, որ ոչ մեկ չի գալու ու քո օրը տոն դարձնելու, միակ մարդը, որ քո օրը տոն կարա դարձնի, որ քո օրը կարա դարձնի անմոռանալի, դա դու ես, ու ես որոշեցի, որ իմ 19 ամյակը կպլանավորեմ ամբողջությամբ ես ու կփորձեմ անցկացնեմ շատ լավ, տեսնենք վերջում ինչ կստացվի։ Հիմա ուզում եմ մանրամասն պատմեմ, թե ոնց եմ պատկերացնում ծնունդս, իմ պատրաստվելու ընթացքը ու վերջում տեսնենք արդյոք եղավ այնպես ինչպես ուզում էի ու արդյոք ես ինքս ինձ տոն նվիրեցի, թե ոչ։ Ես ինչքանով որ հասկացել եմ, ինչքանով որ նկատել եմ, ծնունդները հիմնականում ունենում են իրենց հատուկ թեման ու հենց այդ թեմայի շուրջ են ստեղծվում, ինչը որ ծնունդը դարձնում է ավելի հետաքրքիր եւ յուրահատուկ։ Ես հասկացա, որ առաջին բանը, որ պետք է մտածեմ, դա ծննդյան թեման է, որ հետո ամեն ինչ ստեղծեմ հենց այդ թեմայի շուրջ, կտեղադրեմ այստեղ նկարները, թե ինչ ձև եմ պատկերացնում ու կպատմեմ, թե ինչի որոշեցի հենց այսպես կազմակերպել իմ ծնունդը։ Այս նկարներից հասկացանք, որ ես ուզում եմ ծնունդ, որը շատ աղջկական թեմայի մեջ է, որը շատ աղջկական է լինելու, ու ինչի որոշեցի, որ հենց այսպես կազմակերպեմ ամեն ինչ, ու ինչի որոշեցի, որ այս թեմայի մեջ լինի ամեն ինչ։ Հետաքրքիրը գիտեք որն է, որ ես երբեք աղջկական չեմ եղել ու ես երբեք չեմ սիրել այդ աղջկական բաները, նույնիսկ իմ 18-ամյակին, հենց այդ ծննդյանս օրը ես էլի չեմ սիրել այդ աղջկական բաները, ես հիշում եմ ծնունդից բոլոր ընկերուհիներս եկել էին, բոլորը սիրուն մեյքափ էին արել, սիրուն հագնվել էին, իսկ ես այդ օրը ընդամենը կսել էի գլոս, ես այդ օրը շատ լավ եմ հիշում, ու միշտ իմ մոտ այդպես է եղել, ես երբեք չեմ սիրել այդ աղջկական բաները, նույնիսկ փոքր ժամանակ Instagram-ում մի հատ post էի արել, որի տակ գրել էի, որ ես չեմ սիրում մեյքափը, իմ համար մեյքափը ինչ-որ շատ վատ բան է, որ աղջիկները այդպես են անում, նշանակում է, որ աղջիկները իրենց չեն սիրում, այդ post-ը կարող եմ տեղադրել, տեսնեք։ Ես 18 տարի ապրել եմ ու երբեք չեմ հասկացել, թե ոնց են աղջիկները սիրում այդ ամենը, ոնց են հաճույք ստանում մեյքափից, մեյքափ անելուց, բարձրակրունկներից, այդ աղջկական շորիկներից եւ այլն, ես դրանք երբեք չեմ հասկացել, մինչեւ 18 տարեկան։ 18 տարեկանում իմ համար ամեն ինչ փոխվեց, որովհետև ես սկսեցի ուղղակի շատ սիրել այդ ամենը ու հիմա հենց այն ժամանակն է, երբ որ ես շատ եմ սիրում մեյքափ, շատ եմ սիրում բարձրակրունկներ, շատ եմ սիրում գեղեցիկ կանացի զգեստներ, այսինքն այդ բոլոր աղջկական բաները ես սկսեցի շատ սիրել։ Կարամ տեղադրեմ իմ մինչև 18 տարեկան ժամանակվա նկարները ու կարամ տեղադրեմ նկարները, որտեղ ես արդեն 18 տարեկան եմ ու հենց մենակ այդ նկարներից դուք կարաք այդ ամբողջ տարբերությունը զգաք։ Ու ծննդյանս թեման վերաբերում էր հենց նրան, որ ես 19 տարեկանում իմ մեջ արդեն արթնանում է աղջկական հոգին ու ես ինձ զգում եմ աղջիկ։ Ասած, ոնց վարդագույն աղջկական թեմայի մեջ է, ինչը ինձ թվում է արդեն պարզ է, թե ինչ է խորհրդանշում։ Հիմնականում, որ ուսումնասիրեցի ծննդյան այդ ձևի նկարների եւ այլն, բոլորը կամ հագնում էին վարդագույն կամ սպիտակ, բայց ես որոշեցի հագնեմ սև։ Շատ եմ սիրում հագնել սև զգեստներ, ես ինձ շատ կոմֆորտ եմ զգում սև զգեստների մեջ, շատ ինքնավստահ եմ զգում ու ես հասկացա, որ չնայած որ ծնունդս վարդագույն գույների մեջ է, ես պետք է հագնեմ էլի սև։ Երկար փնտրելուց հետո ես որոշեցի պատվիրեմ այս զգեստը, որը որ հիմա միասին կբացենք եւ կտեսնենք։ Որիկս արդեն այստեղ է, եկեք միասին բացենք եւ տեսնենք, ես իրեն կհագնեմ ծննդյանս օրը ու այդպես ցույց կտամ, հիմա ուղղակի շորը կհանեմ եւ ցույց կտամ։
Ինքը ունի այս տեսքը, կարծում եմ լրիվ էն է, ինչ որ նկարում էր, ճիշտ է, լրիվ սև չի, բայց սենց ինձ թվում է ավելի լավ կլինի, քան որ լրիվ սև շոր պատվիրեի։ Ես իրան արդեն փորձել եմ, ինքին վրա շատ գեղեցիկ է նստում, բարձրակրունկներով հատկապես շատ ավելի գեղեցիկ կլինի։ Ես շորիկս համադրել եմ մարմնագույն բարձրակրունկների հետ, ես դրանք արդեն միասին փորձել եմ, իրենք շատ են սազում իրար հետ, ու որոշեցի, որ կգրեմ ուլունքներով, սպիտակ ուլունքներով զարդել, ականջողեր ունեմ սպիտակ ուլունքներով, բայց վզնոց չունեմ, այսօր ամսի 7-ն է, ծնունդիս մնաց 3 օր, կարծում եմ մինչև ծնունդս ուլունքներ կգնեմ եւ կսարքեմ, որովհետեւ այդպիսի բան այստեղ չեմ վաճառում, պետք է նախորոք պատվիրեի, բայց ես մոռացել էի լրիվ զարդերի մասին։ Ու քանի որ ծնունդս վարդագույն թեմայի մեջ էր, բայց շորիկս արդեն սև էր, իմ վրա գոնե ինչ-որ բան պետք է լիներ վարդագույն, ու ես որոշեցի, որ եղունգներս կսարքեմ վարդագույն, մինչև վերջին պահը ես չէի կողմնորոշվում, թե ոնց կարելի է սարքել, բայց վերջում որոշեցի, սարքեցի, հիմա այստեղ արդյունքը ցույց կտամ, ու նաև կտեղադրեմ եղունգներս սարքելու վլոգը։ Այսօր մարտի 5-ն է, այսօր գնում եմ եղունգներս սարքեմ, իրենք հիմա ունեն այս տեսքը, ես իրենց պահել եմ 2 ամիս, որ լավ երկար են, հետո որ սարքեմ իմ ուզած դիզայնով։ Ամենակարևոր ու ամենահավես մասը դա ֆոտոզոնան է եւ տորթի սեղանը։ Ես նայեցի Pinterest-ից մի քանի տարբերակներ, հասկացա ինձ ինչ է պետք, ամեն ինչ գնեցի, ինչը որ չկար պատվիրեցի, ինչքանով հասկացա տորթի սեղանին հիմնականում լինում է տորթը, լինում են ծաղիկներ, լինում են շատ լիքը մոմեր, հիմնականում այդ ամենն էր լինում։ Ես պատվիրեցի մոմակալները, մոմերը գնեցի, իսկ ծաղիկների մասին դեռ կխոսեմ։ Սրանք իմ մոմակալներն են, ես դրանք չեմ բացել, որպեսզի միասին բացենք, եկեք հիմա բացենք եւ հավաքենք։ Կարծում եմ գույնը շատ գեղեցիկ է, ինքը կազմված է այսպիսի մասից, ինքը կազմված է գլխիկից, որ ունի այսպիսի տեսք, եւ կազմված է ձողից։ Ես հիմա դրանք բոլորը կհավաքեմ եւ ձեզ ցույց կտամ։ Ես իրենց վրա կապելու եմ վարդագույն բանտիկ եւ դնելու եմ մոմերը, որպեսզի լինի թեմայի մեջ, դա եւս ցույց կտամ։
Հաջորդը տորթն է, բայց ես տորթի նկար ուղղակի կտեղադրեմ, կասեմ մոտավորապես այսպիսի տորթ եմ ուզում, տորթը կպատրաստեմ ես ինքս եւ ընթացքով կկիսվեմ եւ վերջում կտեսնենք արդյոք եղավ այն ինչ պատկերացնում էի, թե ընդհանրապես չեղավ։ Հաջորդը իմ մեծ սեղանն է, որը ես ոչ թե կպատմեմ, այլ ուղղակի նկարներով ցույց կտամ։ Ես շատ տեղերում շատ հաճախ եմ տեսել այսպիսի սեղաններ ու իրանք ինձ ուղղակի գրավել են ու քանի որ ծնունդս հենց վարդագույն գույների մեջ էր, որոշեցի, որ հենց այսպիսի սեղան կպատրաստեմ։ Պատվիրել եմ նաև այս սեղանի վարդագույն սփռոցից, որը հիմա էլի միասին կբացենք։ Եվ իմ վարդագույն սփռոցը, ինքը պետք է ունենա այսպիսի տեսք, հիմա մենք միասին կբացենք և կտեսնենք արդյոք ունի այդպիսի տեսք, թե ոչ։ Գույնը շատ գեղեցիկ է, գույնը շատ եմ հավանում։ Բայց շատ կարճ է։ Չէ, լավ կարճ չի խաբեցի։ Մի հատ էլ որ բացում ենք, ինքը բավականին երկար է լինում ու նաև նայենք լայնությունը։ Այսպես կգցեմ սեղանին, շատ գեղեցիկ է, համ էլ շատ երկար է, ինչը շատ լավ է, որովհետև կարամ իրան սեղանի կողքերից սենց կախեմ ու ավելի գեղեցիկ լինի։ Այս ձևի սեղանների վրա շատ եմ նկատել նաև այսպիսի կարտոչկաներ, որ դնում են հիմնականում ափսեի մեջ, ճիշտ ասած դրա անունը չգիտեմ ինչ է, բայց ես եւ ընկերուհիս դա միասին մեր ձեռքով պատրաստեցինք, որը հիմա կտեղադրեմ պատրաստման ընթացքը եւ ցույց կտամ, թե վերջում ինչ ձև է ստացվել։ Այսօր մարտի 1-ն է ու այսօր ես եւ ընկերուհիս պատրաստում ենք իմ ծննդյան բացիկները, ընթացքով կկիսվեմ։ մոտավորապես այս չափսի փոքրիկ ծաղկամաններ, որպեսզի կարողանային ծաղիկները գեղեցիկ դնել իրենց մեջ, դնել սեղանին եւ դրան գեղեցիկ լինեին։ Ես չկարացա ծաղկաման գտնեմ, բայց մեր տանից գտա հին ամաններ, որոնք ցույց կտամ թե ինչ տեսքն ունեն։ Իրենց մաքրեցի, լվացի ու իրենք շատ գեղեցիկ էին ու համարյա էներ ինչ ինձ պետք էր։ Կարծում եմ դա շատ գեղեցիկ կլինի, եթե ծաղիկներով դնենք սեղանի վրա։
Ուրեմն հիմնականում այսքանն էր ինչ ուզում էի ասել, ես հենց այս ձև եմ պատկերացնում իմ 19-ամյակը, որը ամբողջությամբ պլանավորել եմ եւ կազմել եմ ես ու մի քիչ ChatGPT-ին, ու ես վերջում կնկարեմ էլի մի հատ վիդեո, որտեղ կպատմեմ արդյոք եղավ այնպես, ինչպես ես էի ուզում, թե չեղավ, ես կկիսվեմ նաեւ թե ոնց եմ պատրաստվում, ոնց եմ զարդարում այդ ամենը, տեղադրում եւ այլն, ու իհարկե կկիսվեմ իմ ծնունդից վիդեոներով ու հավես պահերով։